Ինչ վերաբերում է 70 տան, նախ այն ժամանակ գնում էր ագիտացիա, քարոզչություն, այսպես եղբայրական ընտանիք, հետո կային զսպիչներ։ Մոսկվան իր կոշտ ձեռքով, իր չսիրած KGB-ով թույլ չէր տալի, որ ինչ-որ բան լինի, բայց ամենայն դեպս դուք տարիքով արցախցիներին հարցրեք, եղբայրությունը կար այն ժամանակ, թե չէ իրենք ձեզ ահա սարսուռ բաներ կպատմեն։ Ինչպես են հայերին առևանգել, ավելի ահա սարսուռ բաներ։ Խսան փլուզումից հետո, երբ որ արդեն ուրիշ ուժեր ներգրավվեցին, արդեն իրենց նպատակները սկսեցին նրանց տաքացնել, մեզ նվաստացնել, որպեսզի այս ամեն ինչ տեղի ունենա։ Այնպես որ այդ 70-ը, ասում եմ, զսպիչներ կային, թույլ չէին տալի ինչ-որ բաներ։ Էլի այդ զսպիչները հենց որ վերացան, ու այստեղ ես հիմա հետին թվով էլի որ ուսումնասիրում եմ, պարզվում է կա վարկած, որ այդ 88 թվականի շարժումն էլ, որ մեզ թվում էր ինքնաբուխ, էլի այդ նույն ուժերի ծրագիրն էր, որպեսզի Հայաստանը պոկեն Ռուսաստանից, խորհրդային միջունից պոկեն, հետո բերեն, այդ մասին խոսացել ենք, այնպիսի իշխանություն Հայաստանի վրա, որ իրենց ուզած ծրագիրի այս իշխանությունների մասին երազել են եւ կրթել են այս իշխանավորը ինչքան է 35, 40, 45 տարեկան են։ Մինչև 50։ Իրենք են խոստովանում, որ 20 տարի աշխատել են օրնի բուն, 20-ից ավելի, այսինքն 10-20 տարեկան այդ երեխաներին գցել են իրենց ազդեցության տակ եւ ձևավորել են, ինչպես Արա Սահակյանն է ասում, իմ կողմից հարգված թուրքերը ասում են միլիարդավոր դոլարներ ծախսելով այստեղ փուծեցին թուրքասեր երիտասարդություն։ Գործ են արել մարդիկ, հասկանում եք։ Հիմա մենք էլի պիտի, եթե ուզում ենք չվերանա ազգագիր տեսակը, այս կարգի մարդիկ, ովքեր սա ընդունում են, ասեն հավաքվեն եւ ասեն լավ, եթե սա է, պարոն Բեբանյան, մենք էլ այստեղ դուք սխալվում եք, ես մեծ սիրով կընդունեմ, եթե ինձ համոզեն, այստեղ ճիշտ է լրացում անենք, ահա սա պատկերն է, նրանք են ինչ են ուզում, այստեղ էլ եկեք հաշվենք մենք ով ենք եւ ինչ կարող ենք անել։ Այս սա ես չեմ տեսնում։ Ամեն ինչ անում են, ամեն մեկը իր Facebook-յան էջում գրում է իր փոքր կուսակցությունով, ինչ-որ բաներ անում են, բայց պատկերացրեք այնտեղից զորք է գալիս, կազմակերպված այս անտիկ շրջանի մասին պատմող էր գրող եմ։ Հեծելազորներ երկու կողմից, հետևակ պարսավորներ, նետազիկների շուտ գալիս են, բաբաներով ամեն ինչերով, մեկ սա են բրդում առաջ, մեկ սա են բրդում առաջ, մեկ սա իսկ դուք այդ խառը բազմություն եք, այս ձիավորների առաջական բոլոր վազում եք այստեղ, հետո այս մյուս կողմի ձիավորներին հեծելազորեն առաջնում, հետո վազում եք այստեղ, հետո կենտրոն, այս է, հատկապես թվապես է քիչ եք, ուզենքն այդ չունեք։ Պիտի մի օր ի գաք ասենք մենք բաց ճակատի գուցե չեն կարող պիտի հետ քաշվենք ինչ-որ լեռներում եւ այլը դարաններ սարքենք, ինչ-որ մտածենք ինչ կարող ենք անել։ Ես սա չեմ տեսնում, ու որ ասում էլ ես, դնում էլ ես, գլխավոր բանը հետո, բայց մենք դա ժամանակ ունենք։ Ինչի՞ վրա եք ասում, դեռ ժամանակ հարց եմ տալի։ Ես էլի եմ ասել Սրբազանին Բագրատ քանիցս եմ այսպես Բերմանի ընտարկել հանդիպման իրար, ես դրել եմ այս ծրագիրը դեմ, հետո ասել, բայց մենք դեռ ժամանակ ունենք։ Ինչ է ժամանակը։ Ինչի՞ վրա ծախսվեց։